Ես ուզում եմ մեր Ամերիկայի հայրենակիցներին ասել, որ երբ որ դուք զանգահարում եք եւ ոստիկանները ասում են, որ դա տեխնիկական խնդիր է, նրանք սուտ են խոսում, մենք արդեն գիտենք, որ դա այդպես չի։ Ամսի 9-ից Վարդան Ղուկասյանի զանգն են անջատել, բայց մենք շատ երկար հետևելով այս ամեն ինչը, փորձում ենք, որ չբարձրացնենք, բայց ամեն ինչը սահման ու չափ ունի։ Ես հիմա ուզում եմ հայտարարություն անել, որ այսօրվանից 24 պլյուս 7 օր մենք կանգնած ենք Վարդան Ղուկասյանի կողքին, որպես մեր հայրենակից, նորից եմ ասում, նա մեր հայրենակիցն է, նա հայ է, մարդ, որը փորձեց աշխարհով մեկ ցույց տալ, ինչ է նշանակում խոսել ճշմարտությունը, բարձրաձայնել շատ ընտանիքների խնդիրներ, անկախ իր տեսակից, անկախ իր ամենօրվա կյանքից, նա փորձեց բարձրաձայնել խնդիրներ։ Բոլորդ գիտեք, ես կանգնած եմ որպես քրիստոնյա նրա կողքին, եւ այսօր նորից ես ուզում եմ ասել, մենք որոշում ենք կայացրել, որ ամեն 2 օրը մեկ իմ կարգադրությամբ լինելու են Վարդան Ղուկասյանի մոտ եւ նրա առողջականի եւ ամեն օրվա խնդիրների մասին ինֆորմացիա իմանալ իրանից։ Նշանակում է, եթե զանգերը փակել են, նրանք չեն կարող փակել են ճանապարհը, որտեղ որ մենք 3 արդեն հանդիպել ենք Վարդան Ղուկասյանի հետ։ Նախ նա բարևում է իր հայրենակիցներին, իր կողմից բոլորին բարևներ, շատ մարտական, որի համար ես շատ ուրախ եմ, նա չի ընկճված վիճակում չի, բայց այն ինչ որ կատարվում է նրա հետ, դա իրոք ոչ մարդկային է, իսկ այդ տեսակի կողքին չկանգնելը այս իրավիճակում, դա ուղղակի հայի տեսակ ես չեմ կարող համարել։ Հիմա ես ուզում եմ այն մարդկանց ասել, որ ես հիմա անուններ չեմ տա, որ շատերը չզգուշանան, ուրեմն մենք արդեն տիրապետում ենք խնդիրը ինչումն է։ Ես իմ խորհուրդն է տղեկ մի արեք էլ այդպես բաներ։ Վարդան Ղուկասյանը ձեզ համար կլինի մեծ օսկոր, որը դուք չեք մարսի։ Թողեք այդ մարդուն հանգիստ, նա իրական ընդդիմադիր է, նա իրական մարդ է, որի կողքին մենք կանգնած ենք, եւ նա բարձրաձայնում է իրական խնդիրը։ Այսօր, որ դուք մտել եք այդ առևտրի մեջ, վաղը դրա համար դուք չեք կարողանալու պատասխան տալ։ Եթե դուք փորձում եք Վարդան Ղուկասյանին կամ մնացած նվիրյալներին փագիտակ պահել եւ փորձել այս ամեն ինչը մարսել, չի լինի դա։ Ձեր պոեզը արդեն գնացել է։ Այո, դուք կարող եք այսօր ուժի զորով կամ բան փորձել մարդկանց կամ դրամական ինչ-որ ուղղությամբ կամ մանիպուլյացիայով փորձել մարդկանց տարբեր երկրներում փորձել քաղաքական կամ ոստիկաններին կամ որևէ ուժայիններին գնել կամ որևէ հեքիաթ պատմել, որ երկարացնել այս ամեն ինչը, որ եթե Վարդան Ղուկասյանը գա, կխանգարի, այս կանի, այն կանի։ Ես ձեզ ուղղակի զգուշացնում եմ, որտեղ մենք շատ մոտ ենք կանգնած իրականությանը, գաղտնիքին։ Եթե դուք փորձել եք մարդկանց գտնել, որ այս առևտուրը եւ այս հանցագործությունը անձի հանդեպ անել, ես ասեմ, որ մենք ունենք օրինական այդ ուժը եւ այդ մարդիկ, որը կանգնած են մեր կողքին եւ կգնան մինչեւ վերջ, ու այն մարդիկով, որ մտել են այս հանցանքի տակ եւ այդ մարդուն անօրինական ձևով պահում են ինչ-ինչ պատճառներով, պատասխան են տալու։ Մեր համար արդեն ամեն ինչ պարզ է, մանավանդ իմ համար, որովհետև ես արդեն տարի 6 ամիս
շատ հանգիստ տարբեր տեղերում ես ասել եմ, չէ, որ եթե ես մի գործ անում եմ, գնում եմ մինչև վերջ, նվիրյալները չեն դավանափոխվում։ Ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, սիրելի հայրենակիցներ, զգուշացնում եմ բոլորին, հանգիստ թողեք Վարդան Ղուկասյանին։ Եթե նրա կյանքին, նրա անձին մի բան պատահեց, դուք բոլորդ պատասխան եք տալ, որովհետև նորից եմ ասում, ձեր սև գործը չի անցնելու, չի լինելու։ Դուք չեք կարողանա մարդկանց փագելով հայրենիքի հարցը, այստեղ անձնական հարց չի, որ ասենք, գիտեք ինչ կա, սիրելի հայրենակիցներ, Վարդանը Պողոսին քֆուրա տվե, Պողոսն էլ աչոդա տալի։ Սա հայրենիքի հարց է, սա մեր լինել չլինելու հարցն է, դրա համար նորից եմ ասում, ես հիմա կանգնած եմ Վարդանի կողքին, ոչ թե օպոզիցիո կամ ինչ-որ որևէ քաղաքական ինտերեսի, ոչ, ես կանգնած եմ որպես հայրենակից, նորից եմ ասում, եւ ավելին ու ավելին որպես քրիստոնյա, որ իմ պարտքն է ընկածին ձեռք տալ եւ բարձրացնել եւ չթողնել նրան նորից շինծու գործերով խփել եւ որևէ մի շինծու գործերով սարքել այդ մարդու գլխին։ Նորից եւ նորից ասում եմ 24 ժամ 7 ռեժիմով ես ասել եմ, որ հանդիպեն եւ լսեն իրենից իր խնդիրները, նորից եմ ասում եւ զգուշացնում եմ, թողեք այս ամեն ինչը տղեկ, մի արեք, այդ մարդուց հեռու մնացեք, որովհետեւ այն ինչ որ դուք փորձել եք անել, դա չի ստացվի ձեր մոտ։ Այո, Վարդան Ղուկասյանը մեզանից մեկն է, որ կանգնած է հայրենիքի կողքին, բայց դու լավ մտածել եք, որ կան ամեն տեղերում հայրենասեր տղեկ, նվիրյալ տղեկ, որը շարունակում են այդ գործը, ու դուք եթե փորձում եք տարբեր եվրոպական, Ամերիկայում կամ որևէ մի երկրներում շինծու գործեր սարքեք ու մարդկանց դրեսնեք, նորից եմ ասում, դա ձեր մոտ չի ստացվելու ու չի ստացվելու։ Դրա համար նորից ասում եմ, սիրելի հայրենակիցներ, բարձրաձայնեք Վարդան Ղուկասյանի առողջության մասին, ձեր անհանգստությունը, այն կոչը, որ Վարդանը արել է, որ տարբեր լեզուներով խոսեք, որ աշխարհին հասանելի լինի, շուտով ինչ-որ ոնց որ ես խոսք է տվել, դեսպանատներում նամակները պատրաստ կլինեն բարձր մակարդակի, թե սենատի մակարդակի, թե իրավաբանների տարբեր մակարդակի, մենք կհասցնենք Ռուսաստանի դեսպանատներին այդ նամակները, որ հասանելի լինի, ինչ է կատարվում, այո, նա ազգությամբ հայ է, բայց քաղաքացիությունը նրա Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դրա համար Ռուսաստանը կպարտավորվի իր քաղաքացու հետևից գնալ, իսկ մենք շատ ճիշտ նամակը կգրենք տարբեր տեղերում, նույնը եվրոպական այն խորհրդի անդամներին, որը դեմ են այսօրվա խորհրդի անդամներին, որ համագործակցում են այս շինծու ամբարու գործարքներին, մենք ցույց կտանք, որ դա այս ամեն ինչը ոչ հայանպաստ է, ոչ եվրոպական ստանդարտների մարդու իրավունքներին համապատասխան է, մենք դա շուտով հանրությանը ցույց կտանք եւ դա կտեսնեն բոլորը։ Շուտով նամակը ես կգցեմ իմեջը, որին բոլոր մեր հայրենակիցները ունենան իրենց մոտ եւ ուղարկեմ բոլոր կառույցներում, չնայած մենք կառույցների հետ կապ ունենք եւ ուղարկելու ենք, բայց դուք կարաք նորից իմ էջից վերցնեք եւ ուղարկեք բոլոր կառույցներում։ Ստեղ գնում է մեր հայրենակցի կյանքի, առողջության եւ մարդկային արժեքի հարցը։ Ես թողում եմ այս պահին այդ կուսակցություն հասկացողությունը, իմ համար մարդը Աստծո ստեղծածն է, մանավանդ հայ մարդը իմ համար մեծ արժեք է, այն մարդը, ով որ բարձրաձայնում է մեր երկրի հարցերը, նրա կողքին մենք պետքա կանգնենք եւ արդարություն պահանջենք։ Ես նորից եմ ասում,
Իշկան Վովան էր թերագնահատը, երկունքան դուք եք թերագնահատում Վարդան Ղուկասյանին։ Մի արեք, իմ խորհուրդն է ձեզ մի արեք, որտեվ մեր համար արդեն պարզա եւ ավելի պարզանում է, թե ինչա կատարվե այդ անձի հետ։ Ձեր հայրենակիցներ, վաղը ես կունենամ շատ կարևոր եթեր մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, կունենամ եթեր, շատ կարևոր ինֆորմացիա ունեմ տալու, բայց հիմա մեր ուժը, ես միշտ ասել եմ, որ ես այս հարցում մենակ չեմ, բայց ես ոնց որ ասած խոսնակի դերում եմ այս պահին, մենք կանգնած ենք Վարդան Ղուկասյանի կողքին, բարձրաձայն եք դուք էլ, նորից եմ ասում, եթե ասում են, որ հեռախոսակապը չի աշխատում, ուղղակի դա ինչ-որ խնդիր է ինտերնետի, մի հավատացեք, դա ես ձեզ հավատացնում եմ։ Երեք մենք կոնկրետ խոսել ենք Վարդան Ղուկասյանի հետ աչք աչքի։ Դրա համար ես ասում եմ հիմա մի հավատացեք, որ որևէ խնդիր կա հեռախոսի կապի հետ։ Իմ համար նա շատ կարևոր է, նրա դուրս գալը շատ կարևոր է, այս պահին պետք է մենք ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցը ազատ արձակվի Ամերիկայի այդ բանտա խցից, որտեղ որ մարդիկ արևի երես չեն տեսնում։ Ձեր հայրենակիցներ, վաղը ես կգրեմ, որ ժամին մենք ունենանք եթեր, եւ ես ձեզ ասեմ, որ մենք ունենք արդեն հանդիպումներ գլոբալ մեր հայրենակիցների հետ, մարդիկ, ով որ ունեն մեծ կապեր տարբեր եվրոպական եվրոդատարաններում եւ մնացած տեղերում։ Ես շատ անգամ լռել եմ, չուզենալով, որ մեր երկրի անունը բարձրաձայնել այս խայտարակությունը, բայց այդ կարմիր գծերը, երբ որ արդեն անցնում են ամեն ձև, Արցախը ծախելով, երկրի ժողովուրդն այսօրը գցելով, մեկը մյուսին դավադրելով, ես ասել եմ, որ դավադրությունը տանելու է քաղաքացիական պատերազմի, եւ դրա մեջ կօգտվի միայն տանողը, որովհետեւ նրան պետք է ռազմական դրություն տանել, որտեղ ոնց հասկանում եք պարլամենտը չի կազմվում։ Հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ մեկ բան ասել։ Պահանջեք մեր հայրենակից Վարդան Ղուկասյանի առողջության եւ ազատության մասին։ 24 ժամ կանգնած ենք Վարդան Ղուկասյանի կողքին, մինչև վերջ ամեն ինչ։ Այո, մենք էլ ունենք մեր սենատի եւ պատգամավորները Ամերիկայի, որ այսօր մենք հասցրել ենք այդ խնդիրը եւ դրա համար ասում եմ, խորհուրդ եմ տալի այդ մարդկանց, ով որ մինչև այսօր այդ շինցի գործերի մեջ խառնվել են եւ Ամերիկայում ականջները երևում արդեն որտեղից է գալի, ստոպ տվեք, որովհետեւ օրերից մի օր ձեր զակաշչիկը ձեզ թողելու է մենակ։ Մի արեք, դուս արեք այդ խաղից, թողեք մարդուն հանգիստ, որ նա շատ շուտով ազատության մեջ կա եւ մենք կանգնենք նրա կողքը մինչեւ վերջ։ Ամեն ինչ անելու ենք, որ Վարդան Ղուկասյանը 1 րոպե շուտ որպես հայ մարդ ազատության մեջ լինի։ Աստված օրհնի հայ ազգին, կհանդիպենք շուտով։